իմ սրտում Տես մար չի մտնում Եվ ինչ է լինի Կյանքս չի մտնում Դու ես Հայաստանը դու ես Հոգիտ մի թրջում Յուսել է մի բուր Յուսել երածի Ստուն է երագում Կապար որ հաստում է ճարում Ձերքը տուր կպարեն քո ճարին Սրտիչ կես նավե Ջերմանեք մեզ Ու դարերից կարոտած բարև մեկ Դու ասատ ես հարազատ ես Ու վստահ նայիր բաբան Հայ հավատ ես դու անկախ ես Սավառնող ասին դման Ես ու դու իրար համար ենք Սիրելով ենք ապրելու Ու երկուս ասել համար ենք Միասին ենք ես ու դու Հայաստան իմ սեր Իմ ավոտ Ու ազատություն է կյանքներ մեզ Ինձ այս տեղավոր մենք տանում Աստան մեր աչքերի պայն ու գրունը Պիտի կազմի երագույնը Ես եմ Հայաստանը ես եմ Վերքս բուժելով Ես իմ ուժերով Այ ես եմ տնկում Տունս նորոգում Դու ես Հայաստանը դու ես Անցյալը վկա Հիմա ես ներկա Ու պետք է վարդի լույսը տապագա Ժպտային երկիր աշխարհի Ես քեզ հետ եմ անցել այս ուղին Ասած սրտիս ար, քեզ կյանք ու պար Քեզ ապրելու հարատև ուժու կանք Դու ասած ես հարազատս Ու վստահ նայիր բաբան Հայ հավատ ես դու անկախ ես Սավառնող ասին նման Ես ու դու իրար համար ենք Սիրելով ենք ապրելու Ու երկուս ասել համար ենք Միասին ենք ես ու դու Հայաստան իմ սեր Իմ ավոտ Ու ազատություն է կյանքեր մեզ Հայաստան իմ սեր Իմ Ախ եմ բոլոր տեսնելու այստեղ։ Ուրեմն մարզասրահը բացումը տեղի ունեցել իմ նախաձեռնությամբ, բայց պարոն Աղաբաբյանի, պարոն Սահակյանի հովանավորությամբ հովանավորել է նաև պարոն Թադոյանը, Արման Թադոյանը։ Ուրեմն մարզասրահը գրել է մեր հերոսների անունները։ Արտուր Ալավերդյան, Գարիկ Բեգլարյան, Գևորգ Օզանյան։ Իմ նպատակը նաև որպեսզի մեր գյուղի, մեր այս կողքի գյուղերից թեկուզ ասեք երեխեքը չգնան դրսում վազվզեն, ունենան իրանք պարապելու տեղ։ Դա ինձ համար ավելի մեծ հպարտություն է, որպեսզի վաղը միսուր լավ սպորտսմեն դուրս գա ու ինձ ասեն, որ տղեկի մարզասրահից է, ինձ համար դա ավելի մեծ պատիվ է։ Ու ես խնդրում եմ, որպեսզի բնականը բոլոր երեխաներն էլ որ գան, շատ զգույշ վերաբերվեն այս ամեն ինչի, մեծ հարգանքով, որտեղ սա արվել է իրանց համար։ Ես երկու բառով ներկայացնեմ Արտուրի մասին։ Ուրեմն Արտուրը ծնվել է գյուղում, 40-ից հետո արդեն տեղափոխվել, ես արդեն Երևանում էի ապրում այդ ժամանակ, տեղափոխվել ենք այնտեղ, բայց ինքը ծնվել է գյուղում։ Ինքը կյանքում իրեն չի համարել Երևանում։ Ինքը միշտ ասել է, որ ինքը Վաղանից գյուղից է։
ու երբ որ նաև զինվորներ էր ունենում, ինքը ուրախանում էր, գալիս էր բռած պապ ջան, գիտես նույն Իրանի ես ինչ գյուղից կամ ես ինչ տեղից զինվոր ունեմ, իրանց հետ իրականում միշտ այլ ձևով էր վերաբերվում։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայել է Վայքի Չաստում, 18 թվականին տեղափոխվել էր Ջաբրայել։ Հետո այդ օրերին, երբ որ կռիվը սկսվեց, ինքը Երևանում էր։ Ղարաբաղում մեծ միջոցառում է եղել սպաների վերապատրաստման, ինքը ընկել էր առաջ տեղը եւ նախարարի հրամանով տրվել էր արձակուրդ եւ հետո իրեն տրվել էր մայորի կոչումը։ Դա եղել է սեպտեմբերի 24-ին եւ այդ նույն օրը ինքը եկավ 26-ի երեկոյան հետ գնաց, բնականաբար արդեն 27-ին գիտեք։ Արտուրը եղել այն անձնավորությունը, երբ որ կռիվը սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը հոկտեմբերի 7-ին նոր հանձնել են Ջաբրայելը։ Ես չգիտեմ, երևի թե տեղյակ կլինեք, երբ որ գունդը 325 հոգի մնում են շրջապատման մեջ, այդ ժամանակ չեմ ամաչում ասել, որոշ բարձրաստիճան սպաներ թողին փախնում են, բառի իմաստով եւ այդ ամբողջ ծանրությունը ընկնում է Արտուրի վրա։ 2 օր մնում են շրջապատման մեջ։ Փաստացի կոորդինատներով, փաստացի տվյալներով, փաստացի վիդեոներով միայն այդ 2 օրվա ընթացքում խփում է 89 տեխնիկա։ Եվ դրա փաստերը կան, ես այն ինչ որ կա փաստացի կոորդինատներով ես նա եմ ասում։ Եվ բավականին ասենք թուրքեր ա կոտրում։ Հոկտեմբերի 3-ին, երբ որ Ալիևը տեսնելով Ջաբրայելի ուղղությամբ այլևս չի կարողանում ճեղքել, այդ օրը մտնում է Թուրքիայի բանակ, ՆԱՏՕ-ի բանակը։ Հենց այդ նույն օրը ինքը փոխում է իր նաչալնիկ շտաբի ու անմիջապես սկսում են հետևել Արտուրին, դրոններով, չգիտեմ ինչերով։ Զոհվում է հոկտեմբերի 22-ին, հողարկավորված է Եղեգնուտում։ Եվ ինձ համար մեծ հպարտություն է, որ այսօր այս մարզասրահը պետք է կոչվի մեր տղեկի անունով։ Եվ ես խնդրում եմ, որ բոլոր երեխեքը մեծ հարգանքով մոտենան դրան ու իրականում, ոնց ասեմ, դառնան արժանազգի դիտարի երեխեք, արժանավայր երեխեք։ Այսօր որ նայում եք ինչ է կատարվում, 15 տարեկանը մեկին խփեց, մեկին սպանեց, մեկին ջարդեց, այդ ամեն ինչը գալիս է փողոցային կյանքից, գալիս է դաստիարակությունից։ Ես այնքան ուրախ եմ, որ մեր դպրոցի ուսուցիչները այստեղ են։ Վերջերս առիթ եղավ Նոյան Պապանին, երբ որ ինտերվյու հականջել հարցազրույցի, ու ինձ շատ տարօրինակ հարց տվեցին, որ երիտասարդների հետ կապված, ասի երիտասարդը մեղավոր չի, մեղավոր են մեր դպրոցները, մանկապարտեզից սկսած։ Երբ որ ճիշտ դաստիարակություն չի գալիս, երիտասարդը արդեն այն տարիքում է, հասունության այն տարիքում է, որ ինքը այլևս չի լսում ոչ ծնողին, ոչ դասատուին, ոչ մեկին, այդ ամեն ինչը գալիս է մանկությունից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներին ճիշտ դաստիարակենք։ Ես շնորհակալ եմ ձեզ բոլորից։ Ու ես չեմ կասկածում, որ ասենք դուք ամեն ինչ ներդրում եք մեր ոտքի դաստիարակության համար։ Չասեմ, կրկին անգամ շնորհակալ եմ բոլորից է, ժողովուրդ ջան։ Ես ցանկանամ, որ պարոն Աղաբաբյանն էլ մի քանի խոսք ասի։ Շնորհակալություն սիրելի բանալիստներ, հարգարժան հյուրեր, ողջունում եմ բոլորին, շնորհակալություն բոլորին ձեր ներկայության համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր Արարատին այս գեղեցիկ նախաձեռնության ու շատ կարևոր մանավանդ սահմանամերձ գյուղում շատ կարևոր նախաձեռնության համար։ Ստեղ խնդիրը տարածքի փոքր լինելը կամ գույքի քանակը քիչ լինելը չի, այստեղ խնդիրը երևույթն է, որ ես կուզենամ սա համատարած ամեն գյուղում կարողանանք այսպես մեր հերոսների անուններով նմանատիպ անկյուններ բացել, որտեղ բացի հոգու ու մարմնի կոփելուց նաև լուրջ դաստիարակություն են ստանալու այս երեխեքները ու մատակսերունդի համար հենց սա օրինակ է լինելու, թե ինչպես պետք է ծառայել ազգին։ Մեր խոնարհում մեր զոհված տղեկի հիշատակի առաջ փառք ու պատիվ մեր տղեկին մենք
պետք է հասկանանք, որ պատմությունից պետք է դասեր քաղել։ Դարեր շարունակ մենք չենք կարողանում պատմությունից դասեր քաղել։ Այս պատերազմի մեջ ես դա միշտ եմ ասում, որ հայ զինվորը չի պարտվել, հայ զինվորը չի կարող պարտվել։ Այդ մի փոքր դրվագ մի հատ հերոսի կյանքի։ Ստեղը մեր հարգարժան պատերազմի սիմվոլ դարձած Աբոյի հայրը, Արտակ, ստեղ չի։ Շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Այդ տղեկ չեն կարող պարտվել։ Պարտվում են իշխանությունները, պարտվում են դիվանագետները, պարտվում են մտավորականները, գիտնականները, բայց հայ զինվորը երբեք չի կարող պարտվել։ Մենք դա վառ օրինակը նաև Քարոյա պատերազմին ենք ունեցել, երբ որ հաշվարկների մեջ սխալվել էին ու հաշվի չէին առել 18 տարեկան զինվորի ֆակտերը, որ լապատկով, գրանատով կանգնածա ամենաուժեղ թշնամու առաջ։ Սրանք ժամանակավոր բաներ են, կանցնեն սրանք, մենք կվերադառնանք, մենք դեռ հաղթանակներ շատ ունենանք։ Ու այս հերոս տղեկին երբեք չեն կարող մոռանալ։ Այս երեխեքը հիմա որ ներկա են, այս բոլորը այս հերոսների օրինակով պետք է մնան։ Դա այդ արդյունքում է, այդ մարդիկ հենց առաջի պայթյունից կհայտնվեն իրանց տներում, որովհետև իրանք չեն սովորել, որ հայրենիքը պաշտպանեն, իրանք սովորել, որ 30-ականոց բնակարան ստանան, բարձր աշխատավարձ ունենան։ Այս տրամաբանությունից մենք պետք է դուրս գանք։ Այս տրամաբանությունից պետք է դուրս գանք, մենք սահմանում ապրող մարդիկ ենք ու կար մի ժամանակ, որ մի քիչ կրակոտ չէր լինում մի այլ ժամանակ, արտակյալ, մեր համար անսովոր էր, ասում մի բան են չի, կարող ավելի մեծ բան է, մենք սովոր ենք, որ դեշեկան պետք է կրակի, բաղալիս ենք, պետք է չգինան գյուղը, այս համար այդ անսովոր էր դառնում, որ մի քիչ ժամանակ կրակոտ չէր լինում։ Այս ժողովուրդը սաղ այդ կրակոցի տակ, այդ երեխեքը կրակոցի տակ մեծացած երեխեք են ու շատ լավ գիտեն սահմանի գինը, շատ լավ գիտեն իրանց գյուղի արժեքը, շատ լավ գիտեն ոնց են հայրենիքը պաշտպանում, որը մեկ պետք չի իրանց սովորացնի դա։ Որովհետև իրանց տներում ամեն օր դրա մասին է խոսում, ամեն օր այդ հերոսների մասին է խոսում։ Ու էլ եմ ասում, փառք ու պատիվ այդ հերոս տղեկին ու խոնարհում ենք այդ տղեկի առաջ, ում շնորհիվ մենք բոլորս այսօր ստեղ ենք։ Ու աղվասիկ, որ այս կառույցը նաև հենց այդպես կյանքը հայրենիքին չխնայած զինվորի որ կողմից է այս նախաձեռնությունը։ Խորին շնորհակալություն թե Ղարաջան ու ասեմ, որ մենք արածը շատ քիչ բան է, մենք ընդամենը միշտ ենք պատրաստ ու շատ քիչ բան է։ Ես կուզեմ, որ այստեղ երեխեքը գան ու մենք լուրջ հաղթանակներ, այստեղ միշտ տապ լինի, ծիծաղ լինի, չգիտեմ, ոգևորություն լինի, համախմբություն լինի, միասնություն լինի, այստեղ այս ամեն ինչը դրանով է պայմանավորված։ Շնորհակալություն քեզ, շնորհակալություն բոլորիդ ու վստահ եմ, որ վաղ օրը շատ ավելի լուսավոր է լինելու, մենք դեռ բոլորով շատ հաղթանակներ կունենանք, մեր երեխեքներ բացի ուժն ու հոգին, մարմինը փոխելուց նաև իրանց համար սա լուրջ դաստիարակություն կլինի, որովհետև անկյունը հենց հերոսների անունով է կոչվում։ Շնորհակալություն բոլորիդ, մեր երկրին թող խաղաղություն լինի, կորուստներ չունենանք ու եթե պետք է խաղաղության մասին խոսանք, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։ Իսկ արժանապատիվ խաղաղությունը հաղթանակներով է լինում միայն, ոչ պարտության։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն Ղարաջան քեզ ու շնորհակալություն ես հրաշք երեխեքին, որ դեռ պետք է այստեղ ուժեղանան ու վաղվա մեր ապագան կերտեն, որովհետև վաղվա օրը հենց ձեզ է վստահված, հենց ձեզ նորով ուժեղ մենք շատ պետք է հպարտանանք, ոնց որ հիմա եմ հպարտանում պարբերաբար ձեր ամենատարբեր տեղերում հաղթանակներով։ Շնորհակալություն բոլորին։ Դեռևս հենց այդ միտքը կար ապրել, ես այս մասին չի ասել, ձեզ չի ասել, ուրեմն կար հնարավորություն նման մարզասրահ բացելու Երևանի T59 դպրոցում, որտեղ սովորել էր Արտուրը։ Հետո ընկերոջս Հովհաննիսյան Արտակի հետ շատ երկար նստեցինք, քննարկեցինք, ասա դասավարողը ի՞նչ դպրոց, դա քո գյուղը, բայց սահմանը։ Ու որոշեցինք երկուսով միասին, որ դա պետք է արվի այստեղ, ոչ թե Երևանի որևէ դպրոցում։ Փառք Աստծո, մենք իրականացրեցինք ու
Շնորհակալ եմ բոլորից հետ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին կանգնած են եղել այս ամբողջ ընթացքում։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ միանշանակ առաջինին հարգարժան ընկերոջս, մեր 44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտի ապային Արտակ Հովհաննիսյանին։ Իմ շնորհակալությունս եմ հայտնում պարոն Աղաբալյանին։ Երբ որ առաջ անգամ եկա, ասի պարոն Աղաբալյան, այսպիսի բան եմ նախաձեռնել, ես զարմանում եմ, ոչ մի բան չխոսած, տեղից վեկացավ եկավ փաթաթվեց, վայ ասավ քո ցավը տանեմ, վերջը մեկը դուրս թխկացրեց, որ ինձանից բան չուզեց, եկավ ասավ, բաս ո՞նց կարելի ասա, դա չի քննարկվում։ Հենց վաղվանից զանգեց միանգամից Գևորգին Սահակյանն զանգեց անմիջապես արագ, ինչա պետք արվի, լրիվ անում է։ Եվ շնորհակալություն մեր յուղի կողմից, բոլորի կողմից սիրված մեր Գևորգին, մեր Սահակյան Գևորգին, որ ամբողջ օրը միշտ ամեն անգամ իր այդ կապի մեջ էինք, այս լույսը ստե կախվեց, այս պոնի մասը լավ չի, ստե պետքա մի հատ էլ արվի, այս վարագույրը պետքա սիրուն լինի, ամեն ինչը քննարկում էինք իրար։ Գևորգ ջան, շնորհակալ եմ արվեց այս ամեն ինչը, դու ավելի շատ ես ստեղել, այս ամեն ինչը արվելա քո ձեռի շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Մանզասրահից աշխարհի չեմպիոններ դուրս գան ու եռագույնը բարձրացնեն, որ հայի արժանապատվությունը միշտ լինի ամենաբարձր տեղում ժողովրդության։ Ու այս ամեն ինչը նպատակային է, որ լինում է, կատարվում է հենց սահմանամերձ գյուղում, ոչ թե Երևանի կենտրոնում, այդքան գիտակցում ենք ու ուզում ենք, որ սահմանամերձ գյուղի երեխաները եւ ֆիզիկապես եւ հոգեպես ամուր պինդ կամք ունենան, որ վաղը միսօր ոչ մեկ չմասացի, որ իրանք եկել են սահմանամերձ գյուղից ու կարելի է այդ երեխային ներհասնել կամ այդ երիտասարդին ներհասնել։ Այս տղեկը վաղվա մեր զինվորներն են, մեր պապաներն են, չէ՞ տղեկ։ Լավ է այդքան։ Ես եւս մեկ բան ուզում եմ ասեմ մարզասրահի հետ կապված, ուրեմն մարզասրահը պաշտոնապես շուտով կգրանցվի Կրթության եւ գիտության նախարարության, ուրեմն համագործակցություն ենք Պավլովցինգի ֆեդերացիայի հետ, այստեղ երևի թե մարտին կամ ապրիլին անցկացվեն արդեն առաջնություններ, Հայաստանի առաջնություններ, մրցումներ, այսինքն մարզասրահը ինքը արդեն պաշտոնապես գրանցվելու է որպես Պավլովցինգի ֆեդերացիայի անդամ։ Մենք ունենանք այստեղ մեր մարզիչը, ամեն ինչ պետք է լինի, որպես ասենք, այստեղ մտնի իմանա, որ մտնել է պարապելու համար, ոչ թե պրոստը տակ զբաղվելու համար։ Ուղղակի այսօր չստացվեց, պետք է ներկա լիներ նաև ֆեդերացիայի նախագահը, ևս էլի հյուրեր ունեին, որ պետք է գային, բայց ինչ-որ պատճառներով չստացվեց գալը։ Բայց իրանք անպայման կայցել են, ստե անպայման կգան։ Դեռևս հենց այդ միտքը կար արդեն, ես այս մասին չի ասել, չի ասել, ուրեմն կար հնարավորություն նման մարզասրահ բացելու Երևանի Թիֆլիսունինը դպրոցում, որտեղ սովորել էր Արտուրը։ Հետո ընկերոջս Հովհաննիսյան Արտակի հետ շատ երկար նստեցինք, քննարկեցինք, ասա դասավարողը ի՞նչ դպրոց, դա քո գյուղը, բայց սահմանը։ Ու որոշեցինք երկուսով միասին, որ դա պետք է արվի այստեղ, ոչ թե Երևանի որևէ դպրոցում։ Փառք Աստծո, մենք իրականացրեցինք ու շնորհակալ եմ բոլորից հետ, շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին կանգնած են եղել այս ամբողջ ընթացքում։ Ես Արտիսի զինվորն եմ, Արտիսի միջնակարգ դպրոցի, շատերին ճանաչում եմ, միզնակարողին գոլեգան, Ես ինչ ուզեմ ասել, որ շնորհակալ եմ ապեր, որ ձեր միջոցառում ես կազմակերպել, ձեր գյուղի համար, ինքը ճիշտ անշել, որ պետք է Երևան քաղաքը, ստեղ ճիշտը ստեղ ավարես, դարիճը ստեղ ակարովել, ասենք հերոս տրեքի անվան,
Ես քիչ հայացած, սա շատ քիչ բան են կարել։ Ամենայն դեպս, սա ռազմայասիրական դաստիարակության համար առաջնային սա է, այս երեխեք, որ մեր ընկերնաս ասում, որ սկսել է պարապել, հենց ստերից հիմք է դրվում, վաղվան մեր զինվորներ իրանք են։ Եվ մենք համոզված ենք, որ մեր սահմանը պաշտպանված կլինի, հենց այս փոքրիկ երեխանցով, հենց ստերից է սկսում արել ռազմայասիրական դաստիարակությունը, մեր բանակի ամրությունը։ Դե շնորհակալ եմ նաև Գերավազովյանից, որովհետև չեմ պատկերացնում մի համայնքապետ, որ լավագույն աշակերտներին միշտ պարգևատրում, հաշվի առնում եւ այլն։ Արտիսի թիմը, հրաձիկների թիմը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, այս պահին։ Նորից ու նորից ձեր շնորհիվ ես շնորհակալ եմ այս ձևի միջոցառումներ, ինչքան որ մեր սահմանում կազմակերպվի, մյուս դպրոցները մեր սահմանամերձ փոքրական գյուղեր, սքանչ կլինի, երեք մենք համոզված ենք, որ մեր սահմանը ամուր դեպքերում դնենց, որ ձեր աշխատանքը, ձեր ծնողի պարտականությունը լիարժեք կատարել եք, համոզված եղեք, որ այս գյուղի համայնքապետը, ասենք, վարչական ղեկավարը ստեղ կազմակերպի, կօգնի երեխանց զարգանալու այսքանը։ Շեշտեցին, որ ստեղ պետք է կողք գյուղերից լինեն պարապմունքներ, այդ արդեն կա նաև արտիսից, մինչև Բաղանից, Կոթից, Բաղանից, Ոսկեպար, որ կիրակի օրերը սև գոտիներ սեմինար են անցկացնում ստեղ, այդ հոգին, այդ պարապմունքները լրիվ արդեն սկսվել է, նոր չի սկսվելու, արդեն կապացի Բաղանիսի խումբը։ Նաև շնորհակալություն ենք հայտնում նման լավ բանի համար, որ երեխեք այսօր իրականում բոլորը գալիս են բոլոր գյուղերից ու թե տնաժորը թե տեքվանդոն պարապմունքն անում ես։ Շատ շնորհակալ եմ բոլորից։ Ես երևի խոսեմ մեր կոլեկտիվի բոլորի անունից ու կարող եմ նաև խոսել գյուղի անունից։ Մեր խոնարհված ես բոլոր այն ծնողներին, ովքեր ողջուներ կորցրին, դուք չեք կորցրել, մենք բոլորս ենք կորցրել։ Սա այսպիսի միջոցառումները մեկ անգամ ևս կարևորում են նրանց կյանքը, նրանց տված արյունը։ Մեր երեխաները ստեղ բոլորը հայրենատեր են, համոզված եղեք։ Մեր երեխաները սահմանին ապրող ու իրանց կրթությունը, իրանց դերը լավ հասկացող մարդիկ են։ Եթե ինչ-որ տեղ էլ թերանում են, իրանք շատ լավ հասկանում են ինչ են անում։ Թող սրանից հետո չլինի պատերազմ, բայց մեր երկիրը արժանապատիվ ապրի։ Շնորհակալ ենք ձեզ։ Համարենք բացված։ Համարենք բացված մարզասրահը։